Վանի թագավորությունում։ Հայ իրականության մեջ սպորտային իրադարձությունների մասին առաջին հիշատակությունը կապված է հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած առաջին կայսրության Ուրարտուի հետ։ Վանից հյուսիս-արևելքը գտնված Սղգայի արձանագրությունում Մենուա արքան հաղորդում է. Խալդի Աստծո Մենուա Իշպուինիի որդին ասում է. այստեղից Արծիբի անունով ձին ցատկեց 22 կանգուն։ Հետաքրքիր է, որ ըստ մի շարք մասնագետների Արծիբի անունը կապ ունի հայերեն արծիվ բառի հետ։ Ըստ հաշվարկների 22 կանգունը հավասար է մոտ 11 մետրի, այսինքն Մենուա արքան մեզ հայտնում է, որ Արծիբի ձին ցատկել է 11 մետր։ Մեկ այլ ուրարտական տեքստում Արգիշտի արքան հաղորդում է հետևյալը. Արգիշտին Ռուսայի որդին այս նետն արձակեց այստեղից Գիլարուխիի այգու առջևից մինչև Բաթուի որդի Իշպիլինիի այգին 950 կանգուն հեռավորությամբ, այսինքն Արարատի թագավորության արքան իր նետն արձակել է մոտ 475 մետր։ Միանշանակորեն կարելի է ենթադրել, որ ուրարտական թագավորությունում տեղի են ունեցել ձիավարության, ինչպես նաև ձիերի ցատկելու եւ նետաձգության մրցույթներ, որոնք մեծ իրադարձություններ են եղել եւ դրանց անձամբ մասնակցել են տերության միապետերը։ Նախագծի գլխավոր գործընկեր Ագբաբանկ